Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան հետ, ողջույն Արգիշտի, շնորհակալ եմ հրավերից չմերժելու համար։ Մենք իհարկե այսօր վական երկար կխոսենք եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացների, այսօր սպասվելիք հավաքի մասին, բայց առաջին թեման, որը կուզեի քննարկենք, վերաբերվում է Եվրամիության պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին։ Մասնավորապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրամիությանը, որպեսզի ստանան այնպիսի աջակցություն, ինչպիսին Մոլդովայի իշխանություններն են ստացել ընտրությունների ժամանակ, որպեսզի արտաքին միջամտությունը բացառվի։ Իհարկե սա Facebook-յան օգտատերերից մեկը հետաքրքիր համեմատություն էր արել, որ սա նման է իրավիճակի, որ մարդը փորձի իր կուսությունը պահելու համար սեռական հարաբերությունների մեջ մտնի ինչ-որ մեկի հետ։ Այսինքն արտաքին ազդեցությունից պաշտպանվելու համար դիմել Եվրամիությունը, դա հենց արտաքին ազդեցությունն է, հա։ Նախ ինչ է սա նշանակում եւ երկրորդ ինչու հրապարակային ասեց սրա մասին Կայա Կալասը։ Նայեք, առաջինը սա ցույց է տալիս, որ Հայաստանը ինքնիշխան երկիր չի, դրանից ավելի ապացույց ինչ եք ուզում։ Եթե դու դիմում ես որևէ պետության նման առաջարկով, նշանակում է դու հանդիսանում կառույցի։ Դա նշանակում է, որ դու հանդիսանում ես այդ կառույցի, այդ պետության կցորդը։ Այսինքն այս տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, որ Հայաստանը ինքը դարձել է ինքնիշխան, ցույց է տալիս, որ ինքը Հայաստանը ավելի է դարձել նրա կցորդը։ Եթե մինչ օրս մենք ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանը վերածվել է Ադրբեջանի Բաքվի կցորդի, այսօրվա դրությամբ դա, այսպես ասած, Եվրոմիությունից նման աջակցություն խնդրելը ցույց է տալիս, որ դու ինքնիշխանություն չունես։ Դու պետություն ես, եթե դու իրականում գտնում ես, որ ինչ-որ մեկը փորձում է միջամտել, ինչ-որ գործողություններ ձեռնարկել, իրավապահ համակարգ, իրավապահ համակարգ, ունես ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն, իրականացրու համապատասխան գործընթաց, հասարակությանն էլ ցույց տուր, որ այո, եղել է այս կամ այն միջամտությունը, ոչ թե քո ենթադրյալ հեքիաթները նրա վրա գործ սարքելու, այլ որ եղել է իրական միջամտություն, սա էլ ապացույցները, ժողովուրդ։ Սա ցույց է տալիս, թե ինչ կարգի անկում է ապրել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստան, որպես ինքնիշխան երկիր, նշանակում է չկա, ընդհանրապես պետություն որպես այդպիսին չկա։ Եվ ինչա ձեզ թվում է, որ ասենք ինքը դիմում է Եվրոմիությանը, դե պարզ է հանդեմ Ռուսաստանի, նույն ձևով Ռուսաստանը չի օգտվելու, ասում է դուք չունեք ինքնիշխանություն, չկա այդտեղ պետություն։ Սա էլ իմ կայսրության նախկին տարածքն է։ Բայց ի տարբերություն Եվրամիության ինքը Ռուսաստանը չի հրավիրում այստեղ։ Նայեք ոնց է։ Զբաղվելու դրանով։ Ուրեմն Ռուսաստանին չի հրավիրում։ Ռուսաստան կգա։ Բայց Ռուսաստանը այդ փաստը օգտագործելով ինքը կարող է օգտվել ու գալ, հասկանում եք։ Եթե դու վերացնում ես քո պետականությունը, ինքնիշխանությունը եւ դա դարձնում ես տարածք, հավատացեք, որ հերթ կկանգնեն այդ տարածքին տիրանալու ցանկացողները։ Սա ցույց է տալիս, գիտեք ոնց է, այս իշխանությունների, գիտեք, սա կարելի է իհարկե անվանել դասական առումով չհասկանալ ինչ է պետություն, բայց սա ավելին է։ Արդյոք հենց նպատակները այս մարդկանց իշխանության տալու դա չեն եղել։ Նպատակներից առնվազն մեկը։ Ես տարիներ վերջի 7 տարվա մեջ, 7-8 տարին կարող եք անել իմ գրառումները,
Եվ կանխագուշակել են, որ Նիկոլին երկու բանի համար է տրվել իշխանություն։ Մեկը փակել Արցախի հարցը, մյուսը փորձել Հայաստանը դնել արևմտյան ռելսերի վրա։ Առաջինը արել պրծելը, երկրորդը մենք ակնհայտ տեսնում ենք։ Ցանկացած ոք կարող է մտնել իմ Facebook-յան էջ, գտնել այդ իմ գրառումները։ Լավ, Եվ ինչու հրապարակային ասցին դա։ Կարող են հանգիստ աջակցել։ Չէ, Թե սա այլանդակ աջակցություն է լինելու, այսինքն այնքան կոպիտ միջամտություն է լինելու ընտրական process-ներին, որ չէին կարող չհայտարարել։ Դուք հաշվի առեք Եվրոմիության բյուրոկրատիան Իրանից ինչ է ներկայացնում։ Դա ոչ պրոֆեսիոնալ, ինչ որ գիտեք ոնց է, անպատասխանատու մարդիկ են, որոնք անգամ հաջող ձևով օպերացիաներ իրականացնելու ընդունակ չեն։ Ասել կարող էին, չէ, նույն ուկրաինական օպերացիան շատ ավելի հաջող իրականացնել, բայց իրանց դա պետք էլ չի։ Դրա համար ասենք ուկրաինացիների արյունով փորձում են ձգձգել իրենց պատերազմի մեջ մտնելու գործընթացը։ Հիմա նույնն էլ այստեղ։ Ինչա ձեզ թվում է, որ ասենք իրանք նստում մտածում են այնպես օպերացիան իրականացնեն կամ կազմակերպենք, որ հայերը չվնասվեն, չէ։ Ինքը ցույց է տալիս, որ ես ամեն ինչի դիմելու եմ այստեղ։ Հակառակը նայեք, ինչ որ առումով իրանց գործողությունը դա սադրանք է։ Սադրանք է Ռուսաստանին, մարտահրավեր։ Այսինքն ինքը կարող է հատուկել հայտարարի, որ ստիպի Ռուսաստանին դիմելու ինչ քայլերի։ Օրինակ, այդ գործողությունները իրանք արեցին Ուկրաինայում, չէ։ Իրանք յուրահատուկ ձևով սադրում էին գործընթացները։ Մի քանի տարի հենց որ հնարավորություն կար ավարտելու այս կամ այն գծի վրա պատերազմը, ուկրաինացիների համար ավելի նախընտրելի պայմաններով, իրանք առավելագույնը ձգձգեցին։ Ու հիմա էլ թույլ չեն տալիս որ ավարտի։ Այսօրվա դրությամբ թույլ չեն տալիս եւ պատրաստ են պատերազմել մինչև վերջին ուկրաինացին։ Այսինքն իրենց նպատակը ինչ որ առումով ներքաշել Ռուսաստանին այնպիսի սադրանքի դիմել, որ Ռուսաստանը դիմի կտրուկ գործողությունների, դիմի կտրուկ պատերազմի։ Դա ստացան։ Հիմա ինչի՞ չեք բացառում, որ նույնը իրանք փորձում են անել Հայաստանի առումով, այս տարածաշրջանի առումով, Անդրկովկասի։ Վաղը նույնը կփորձեն անել Իրաց չմոռանանք նույնը փորձեցին անել Վրաստանում, ուղղակի Վրաստանում իշխանությունները խելամիտ գտնվեցին։ Այո, վերջի 2 տարին Վրաստանի իշխանությունները մշտապես փաստերով ներկայացնում են, թե ոնց են տարբեր եվրո չինովնիկներ փորձեն ներգրավել Վրաստանը Ուկրաինայի դեմ ոչ միայն Ռուսաստանի դեմ ոչ միայն սանկցիաների, այլ ընդհանուր պատերազմի։ Եվրոկոմիսարներից մեկը ըստ Վրաստանի նախկին վարչապետի ասել էր երկրորդ ճակատ բացեք, ասել էր բայց չենք դիմանա, ասել դե ոչինչ 3 օր հետո պարտիզանական մարտեր կվարեք, մենք էլ ձեզ կօգնենք։ Սուղ պայոկ կտանք երևի։ Այսինքն այնտեղ էլ պատրաստվում էին պատերազմել մինչև վերջի վրացին։ Այստեղ կփորձեն պատերազմել մինչև վերջին հայը։ Ուղղակի ես սրա մասին մի քանի անգամ ասել եմ, Հայաստանի բախտը բերել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման Չէ, վաղուց պատերազմ են։ Չէ, այս իշխանությունները վաղուց փորձել էին Հայաստանը ընկղմվել ինչ որ սադրիչ գործողությունների մեջ, որը հայ ժողովրդի վրա շատ թանկ կնստեր։ Լավ, քո կարծիքով այս հայտարարությունից հետո, երբ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ իրենք մասնակցելու են ընտրական գործընթացներին, ինչ պիտի անի ընդդիմությունը, այսինքն ընդդիմության շանսերը կարծեք թե ավելի պիտի նվազեն սրանից հետո։ Եկեք ընդդիմությունը թող ինքը որոշի ինչ է ուզում անել։ Չէ, դուք որպես մասնագետ ասեք։ Չէ, դե ես մարդ որ վերլուծում է իրավիճակը, խորհուրդներ է տալիս։ Ես երկար տարիներ մինչև անգամ այս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացատրել եմ, թե Հայաստանում դու իշխանության ոնց կարող ես գալ։ Այսինքն կա 3 ճանապարհ։ Չէ, ոչ թե Հայաստանում 3 ճանապարհով կարաս գալ, ընդհանրապես աշխարհում։ Հիմա դա ընտրություններն են, հեղաշրջումն է, հեղափոխությունն է։ Հայաստանում երբեք որևէ ընդդիմություն ընտրություններով չի կարողացել վերցնել իշխանություն։ Նույն Նիկոլ Փաշինյանը բացարձակ իշխանություն վերցել է, հենց որ եղել է արդեն իշխանություն։ Հեղաշրջումը դա ավելի շատ ներիշխանական գործընթաց է, որը կապված չի ընդդիմության հետ։ Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը այս վերջի մի տարին անընդմեջ ընդդիմությանը հրավիրում է անել հեղափոխություն։
Այսինքն ինքը ինչա դրանով ասում, ասում է արեք ես որևէ խնդիր չունեմ, եթե ուրեմն Բայց եթե ստացվի խնդիր չունեմ։ հա Եթե ստացվի խնդիր չունեմ, եթե փորձում եք ու չի ստացվում, կհայտնվեք բանտերում դե դա աշխարհում միշտ այդպես է, պարտված հեղափոխականները դատվում են։ կամ փախնում են երկրից։ Հա, նու կա, եթե հասցնում են փախնել, հա, տարբեր Կամ սպանվում ճանապարհներով, ուրեմն հիմա սա է պատկերը, կարճ կոնկրետ պատկերը սա է։ Լավ, գանք եկեղեցուն արգիշտի, մենք մեր եթերներից մեկի ժամանակ խոսել ենք այս տեսանկյունից, իրականում օրս էլ էլի առիթ դարձավ մեր այդ զրույցը հիշելու, իմ մոտ տպավորությունը, ավելի շուտ համոզմունք է դառնում այդ տպավորությունը, որ եկեղեցուն ոչ միայն իշխանությունն է փորձում ներքաշել այս կոնֆլիկտում, հա, ամեն ձև արեցին կոնֆլիկտը, այլ նաև ընդդիմությունից կոնկրետ ուժեր եւ այս դեպքում գլխավոր դերերում կարծեք կրկին մեր սիրելի Սերժ Ազատի Սարգսյանն է, որը օրերս ինքը երկրի նախագահ է եղել, բայց հայտարարում է, այ որ կաթողիկոսը մեզ հրահանգի, մենք ամեն բանի պատրաստ ենք։ Եկեղեցին շանս այլևս կարծեք թե չունի կոնֆլիկտի մաս չդառնալ, որտեղ արդեն ինչ որ եպիսկոպոսներ կան միացած, այսօր հավաք են հայտարարել Էջմիածնում ընդդիմությունն էլ կամ Նիկոլ Փաշինյանն չընդունող քաղաքական հատվածը իրենց հերթին են հայտարարել, որ հավաք են լինելու, ինչ կարող է ստացվել սրանից։ Գիտեք ոնց է, պրակտիկորեն ամեն ինչը կարող է ստացվել։ Այս պահի դրությամբ կանխագուշակել գործընթացները ինձ թվում է անշնորհակալ գործ է, ամեն ինչ կարող է ստացվել։ Եվ բռնություն կարող են ստացվել, եւ կարող են ձերբակալություններ ստացվել, ամեն ինչ պրակտիկորեն։ Ընդդիմությունը, եթե իրականում ցանկանում է պաշտպանել, իրանք պետք է ուղղակի բոլորը հայտարարեն, որ իրանք ոչ թե գնում են որպես ընդդիմադիրներ, այլ գնում են որպես շարքային հավատավորներ, ոնց է չէ Նիկոլ Փաշինյանը ամեն պահի հայտարարում, որ ինքը որպես հայ առաքելական եկեղեցու շարքային ուրեմն հավատացյալ ինքը այդ ձևով է հարցերը դնում, նույն ձևով կարող է ցանկացած ընդդիմության լիդեր, նույնը Սերժ Սարգսյանը, եթե իր մեջ զգում է հավատ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինքը կարող է որպես շարքային հավատացյալ են մենակով պաշտպանել, ասենք, վեհարանի աջ կամ ձախ դուռը։ Բայց այդտեղ կարող են հայտնվել կարմիր բերետավորներ։ Դե հիմա ասենք գիտեք ոնց է, դա մարդու հեղինակությունից է չէ կախված նաև։ Եթե դու 30 տարի Հայաստանում բոլոր պաշտոնները զբաղացրել ես, փաստացի եղել ես անգամ այդ նույն կարմիր բերետավորների նախարար, եւ ինչ որ վտանգ ես զգում իրանցից, դա արդեն քո խնդիրն է։ Դե իրանք հո գիտեն ինչպիսի իրավապահ համակարգ են ստեղծել, Դե որը ծառայում է օրվա իշխանությանը, ոչ թե պետության կարգավիճակին։ Դե հիմա դրա համար էլ թող իրանք մտածեն։ Ես չեմ մտածել իրանց փոխարեն։ Ուրեմն նորից եմ կրկնում, Գարեգին երկրորդը հաղթելու համար ունի ոսկե հնարավորություն։ Ուղղակի որևէ պարագայում պետք է հրաժարական չտա։ Նորից եմ կրկնում, հայ առաքելական եկեղեցին չունի մեխանիզմ իրեն պարտադրելու։ Անկամ եթե դուք կարդաք այդ բանը նիկոլական եպիսկոպոսների հայտարարությունը, իրանք հենց մոտավորապես ոնց են չէ ձևակերպել, որ Ասում են ինքնակամ գնում։ ինքնակամ ու հա, որովհետև իրանք էլ անկախ ամեն Որ լավ գիտեն, որ այդպիսի մեխանիզմ գոյություն որ չունի։ այո, պարտադրելու մեխանիզմ որպես այդպեսին չկա։ Բավական է Գարեգին երկրորդը որևէ պարագայում ինքնակամ չլքի կաթողիկոսական կահը եւ իրենք ինչ ուզում անեն։ Ինչը ասենք դնելու են 37 թվի պես կաթողիկոս սպանեն։ Իհարկե չէ։ Ձերբակալեն Գարեգին երկրորդին։
Ավելի լավ։ Գարեգին երկրորդը Բանիկ process-ի իմաստով էլի։ Իհարկե, մարտիրոսական առումով, որովհետև այ քրիստոնեությունը դա տառապանք է, ինչքան դու տառապում ես, այնքան քո դիրքերը ուշեղանում է։ Դա տառապյալների կրոն է, ստրուկների տառապյալների կրոն է։ Իրա հենց խորհուրդը դրա մեջ է։ Դու քո տառապանքներով փորձում ես նմանվել Քրիստոսին, քո Աստծուն։ Ինչքան իրանք ճնշեն Գարեգին երկրորդին, Ավելի ամրանալի։ իհարկե, եւ կրոնական տեսակետից ամբրանալու եւ գաղափարական տեսակետից։ Սա իրականում որոշակի առումով նաեւ գտածո է Գարեգին երկրորդի համար։ Գարեգին երկրորդը երբևիցե այսքան հետևորդ չի ունեցել։ Ուղղակի Անգամ ագնոստիկ։ ուրեմն իրան մնում է իրան ճիշտ պահել։ Իմպուլսները ինչպիսին են քո մոտ, այսինքն ինչ ազդակներ ես դու ստանում հրապարակային խոսքից, եղած հրապարակումներից, ցանկություն կա դիմադրելու։ Նայեք, ես ուղիղ ասեմ, ես այդ թևերի հետ շփում չունեմ։ Չէ, հրապարակային նյութերի։ Չէ, դե Հիմա օտանավակայանում ելույթ ունեցավ։ Ուրեմն Բորիս, դա պետքա հրապարակայինով դու չես կարող որոշել։ Հասկանում ես, դու պետքա գործընթացներին ներսից ավելի խորքային ծանոթանաս։ Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների, բարձրաստիճան ես շփվել եմ միմիայն Միքայել Սրբազանի հետ, այսօր ինքը ցավոք սրտի մեկուսարանում է, ես չունեմ հնարավորություն իր հետ շփվելու։ Մյուս ուրեմն հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հետ ես որևէ լուրջ շփում չունեմ։ Դու երեք գրել էիր, որ ըստ էության ով հաղթի Էջմիածնի ճակատամարտը, նա հաղթելու է ընտրական կամ համապետական իշխանության համար։ Ունի հնարավորություն, այո։ Ինչ է սա նշանակում, մի քիչ բացի։ Սա նշանակում է, որ քանի որ Եվ ինչ ասել է հաղթել Էջմիածնի ճակատամարտը։ Եթե կաթոլիկոսը մնում է դա հաղթանակ է, թե պիտի նաև այդ եպիսկոպոսների հարցը լուծվի, ո՞նց ես նայում դու։ Նայեք, քանի այս process-ը Նիկոլ Փաշինյանի ձեռամ դարձել է քաղաքական։ Ովքեր փորձում են եկեղեցու ջեբը դնեկցել այս process-ը, իրենք ինչ որ առումով, գիտեք ոնց է, ընդ որում եկեք նորից ասեմ, ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Դրա համար ես փորձում եմ չեսօք, ամբողջական չեսօք գնահատել իրավիճակը։ Նայեք, ով փորձում է գցել դա եկեղեցու ջեբը, ինքը իրականության դեմ շատ այդ տերմիններով ասած մեղանջում։ Հենց որ դուք հիշեք, Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության եւ Գարեգին երկրորդը չէր հասցրել որևէ հայտարարություն անել, սկսվեց այդ շարժումը, հա, ուրեմն Նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Այս շարժման կարկառուն դեմքերը վերջերս ուրեմն Գյումրիում իրականացնում էին Նիկոլ Փաշինյանի համար գործընթացներ։ Եվ չստացվեց։ Չէ, նայեք ոնց է, այն ինչ իրանց վրա դրված էր, չկարողացան։ Չէ, որ իրանք որոշակի իրականացրեցին։ Դրանով ցույց տալով կապը իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այսինքն, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ ինքը որևէ կապ չի ունեցել այդ շարժման անդամի, այս կամ այն անդամի հետ, այդտեղ կապը ակնհայտ դարձավ։ Այն երիտասարդը, չէ, Գյումրիում, որը նաև ակտիվ իրականացնում էր այդ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման դրոշակակիրներից էր, այս անգամ փաստացի Նիկոլ Փաշինյանի համար փորձում էր ապահովել
Նիկոլա Հաճո պատարակ։ Գարեգին երկրորդի անվան զեղչումը։ Նու այնտեղ տարբեր է։ Բայց չստացվեց, սա էլ արձանագրենք։ Վերջո ԱՏ-ով բանով շենքը գրավելով Չէ, եկեղեցի։ սա արդեն դրա մասին չենք խոսում, Բորիս։ Մենք ցույց ենք տալիս կապերը։ Իսկ այդ կապը ակնհայտ դարձավ։ Այսինքն այն ժամանակաշրջանում հենց որ Գարեգին երկրորդը քաղաքական առումով բերանը չերել բացել, իդեմ արդեն իշխանությունը իրականացնում էր գործընթաց։ Ինչ-ինչ պատճառներով այն ժամանակ իրանք դա ավարտին չհասցրեցին, որովհետև այսպես ասած ավելի կարևոր հարցեր տեսան, Արցախը փուռը տալ, բանակի կազմակերպում եւ այլն։ Հենց որ այդ ամբողջը ավարտեցին, հիմա նորից վերադարձան եկեղեցու։ Այսինքն, ասել, որ գիտեք, եկեղեցին խառնվել էր քաղաքականության մեջ, դրա համար այս իշխանությունները գնացին այդ գայլին, դա ակնհայտ իրականությանը չի համապատասխան։ Հիմա գանք ձեր հարցին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ եկեղեցուն մտցնի քաղաքականության մեջ։ Ընդ որում մի բան այլ ասեմ, որը շատերը բաց են թողնում, նայեք, հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ոչ թե հետևորդները, հայ առաքելական եկեղեցու Սպասավորները։ ղեկավարները, սպասավորները, իրանք անկախ հոգևորական լինելու, Հայաստանի քաղաքացի։ իրանք Հայաստանի քաղաքացիներ են, Հայաստանի Հանրապետության։ Եվ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրանք իրավունք ունեն խառնվելու ընդ որում ցանկացած Ընտրելու, քաղաքական ընտրվելու, քաղաքական process գեներացնելու, ամեն ինչի մեջ։ Իսկ իր հենց հակառակորդները, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց, իրանք հոգևորականներ ու սպասավորներ չեն։ Ու հայ առաքելական եկեղեցու գործունեության մեջ իրանք խառնվելու իրավունք չունեն։ Հիմա կասեք, սա արդար չի։ Դեք ոնց է, իրականությունը սա է։ Նա որպես քաղաքացի ամեն ինչի իրավունք ունի։ Իրանք իսկ մյուս կողմը հոգևորական չի։ Դրա համար թող բարի լինի նստի իր տեղը։ Դե բայց հիմա ասում են լավ, Նիկոլ Փաշինյանը մի կողմ է քաշվել, Չէ, հիմա բայց առաջին պլան են բերել Կճոյանին։ նայեք, ես ձեր հարցը նախորդ ավելի կարևոր էր պատասխանեմ, Բորիս։ Ուրեմն հիմա ամեն ինչ արել են այս իշխանությունները, որ այս գործընթացը վերածվի քաղաքական process-ի։ Եվ իրանք վերածել են քաղաքական process-ի եւ դարել են կողմ։ Պարզ է, չէ, որ իրենց պարտությունը, եթե չի ստացվում իրենց ծրագիր, դա իրենց պարտությունն է քաղաքական եւ թույլատնելու է իրենց դիրքերը։ Օրինակ ընդհակառակը, եթե իրենց մոտ ստացվի, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ուժեղանալու են։ Նայեք, սա, գիտեք, սա գտածո է ընդդիմության համար այն առումով, որ դու նայեք, Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Ասում է արեք հեղափոխություն։ Հեղափոխությունների համար միշտ պետք է առիթ։ Առիթ։ Առաջին կրակոցը։ Չէ, առիթ ընդհանրապես։ Օրինակ Դե նայեք, փոխաբերական 18 թվականին ինչ էին, ինչ որ առումով ժողովրդին հանելու համար առիթ հանդիսացավ նաև, թողնենք թե ով էր իրական հանում ինչ ճանապարհներով։ Սերտակցյանի առաջադեմ, երրորդ ժամկետ։ Երրորդ ժամկետ առաջ առիթ էր։ Միշտ շատ կարևոր են առիթներ գտնելը։ Եվ այսօրվա իշխանությունները այդ առիթը ընդդիմությանը նվեր է տվել, հերթական առիթը։ Եվ ես ասել եմ, եթե Հայաստանում ուրեմն լիներ իշխանության ձգտող իրական ընդդիմություն, ես չեմ ասում ուղղակի ընդդիմություն, այլ իշխանության ձգտող իրական ընդդիմություն, իր համար այս գործընթացները դա գտածո էին։ Առիթը դա հեղափոխության համար գործի կեսն է։ Այն ինչ որ ասենք Լենինը ասում էր 3 դեռ շուտ Կամքնել մյուս կեսը։ նայեք,
ասում էր երեք դեռ շուտ էր, վաղը ուշ կլինի։ Այսինքն կա առիթի համար կարևոր է այդ պահը։ Ճիշտ գտնել որսալ այդ պահը։ Իշխանությունը այդ նվերը տվել է։ Ինքն էլ ասում է ժողովուրդ ջան, գնացեք համաձայն չեք, արեք հեղափոխություն։ Քանի անգամ Նիկոլը կրկնի դա։ Եվ եթե նորից եմ ասում, Հայաստանում կա իշխանության ձգտող իրական ընդդիմություն, հետո գիտեք ոնց է, նայեք, Կարող ենք փոխաբերական իմաստով ասել, որ Փաշինյանը փորձում է հունիսին սպասվելիք իր վերընտրությունը կազմակերպել ավելի շուտ այս տեսքով, հաղթելով դե գիտեք տարբեր ձևով կարած մեկնաբանը։ Կոպիտ ասած, եթե հաղթում է, իր տեղը ոնց որ հաստատում է, որ ինքը կվերցնի Դու տարբեր, իշխանությունը։ չէ, եթե սենց ասեմ, եթե ընդդիմությունը ընդունակ չի անգամ սենց ոսկե առիթը օգտագործել, ապա ինչ է անելու ինքը։ Ինքը խելոք գնալու է ընտրություններին, մրցի իրանք իրար միջև, արդեն ոչ թե իրանք մրցելու են Նիկոլ Փաշինյանի հետ, իրանք մրցելու են իրար միջև, թե ով մի քիչ ավելի շատ տեղ կփախցնի մյուսից ու կտեղավորվեն ազգային ժողովում։ Վերջ եկյատը կավարտվի իրենց համար։ Դու իշխանություն վերցնելու համար դու պետք է պայքարես բացարձակ իշխանության համար, չէ, ոչ թե 5 կամ 10 տեղի համար։ 5 կամ 10 տեղը քեզ ոչինչ չի տալիս, ուզում եմ դա լինի 20 տեղ։ Ուզում եմ դու լինես թիվ 1 առաջի ընդդիմադիրը։ Ասենք կա չէ, ասում է լյուբիմая ժենա Գյուլչիտայ բան, բայց դու մեկը հարեմում ես։ Ուզում եմ առաջի կինը լինես, ուզում եմ երկրորդ կինը լինես։ Դու հարեմում ես։ Պետք է այնպես անել, որ հարեմ ունենաս։ Ասում եմ, ցանկացած ընդդիմություն, ցանկացած իրական ընդդիմություն կերասեր նման ոսկե հնարավորությունների։ Դե հիմա ասում ես, բա աշխարհաքաղաքական գործոնները։ Ուրեմն Հիմա Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը կպած Նիկոլ Փաշինյանի պահում են։ Ես հակառակ կողմից աշխարհաքաղաքական բևեռ չեմ տեսնում։ մի վարքյան էլի, Բորիս, ուրեմն անցնենք էլի հայկական ժողովրդական ֆանտազիաները։ Պահում են ոնց, այստեղ ասենք։ Հիմա Կայա Կալասի հայտարարություն ֆանտազիա է։ Ուրեմն կա մի րոպե, ասենք Եվրոմիության ինչ որ զորքեր այստեղ կանգնած պաշտպանում Դե են։ լավ, ամեն ինչ զորքերով Չէ, ոչի։ մի րոպե, ուրեմն պաշտպանում են կառավարության շենքը։ Ոչ տեղեկատվական անսահման հնարավորություններ են տալիս, այսինքն օրինակ այն մտքերը, որ հիմա մենք այստեղ խոսում ենք, լավագույն դեպքում կնայի 20000 մարդ, լավագույն դեպքում։ Այսինքն Եվրամիության փողերով պահվող մեդիաներում ցանկացած զառանցանք 100-150 հազարը շփոթվում Նայ է։ Բորիս, եթե Սա գործիքներից մեկը։ Եթե Հայաստանի ընդդիմությանը հետաքրքրեր մեր խոսքը եւ այդ խոսքի տարածումը, Մեն էլ կնայենք։ իրանք կգտնեին ոչ միայն մերը նայելու հնարավորություն, այլ մերը տարածելու օժանդակելու հնարավորություն։ Դա նշանակում է, որ մեր խոսքը իրանք չի հետաքրքիր, իսկ Կալասինը հետաքրքիր այնքանով, որ իրենց անգործությունը կբարթեն Կալասի խոսքի վրա։ Հասկանում ես։ Իրանց կասեն ինչի, դե կասեն Կալասը բա ասես, բա մենք ինչ անենք, հասկանում եք։ Բա Թուրքիան դե այնտեղից, Ադրբեջանը։ Չէ, դե այդ իմաստով համաձայն եմ քեզ հետ, որ ի տարբերություն իշխանության արևմուտքի ընդդիմությունը օրակարգ չունի նաև պլան։ Այսինքն ես չգիտեմ ընդդիմադիր որևէ ուժ, որը գիտի մի տարի հետո ինքը ինչով է զբաղվելու։ Կամ ինչով կուզեր զբաղվել, բացի նրանից, որ կարելի է պետական միջոցներ ինչ որ հարմար ձևով դրա համար էլ Բորիս ունենք այս պատկերը։ Թե չգիտես ոնց է։ Ես բազմաթիվ անգամ հիմնավոր բացատրել եմ, հիմա չկրկնեմ, չէ, որ ասենք նայեք, այդ արտաքին ազդեցությունները, բաները, դրանք իրենց ոնց է, չունեն այդ որոշիչ դերը։ Եթե դու իրականում ունես կամք, նպատակ, ծրագիր եւ ստեղծել ես այդ մեխանիզմները իշխանության գալու։ Գանում ես։ Դու կարող ես նայել
բազմաթիվ օրինակներ։ Լավ, այստեղ հիշենք հայտնի այդ հեքիաթի բանով մոտիվներով, բա մեր ազնիվ ցեղը այսպես գնա ու գործի, այսինքն որ քեզ լսում եմ վելությունը, չնայած համաձայն եմ մեծ մասի հետ, բա այսպես կգնանք գործենք, Նա ես բացատրում եմ, թե ոնց ցեղից վերածվեց իրական ազգի։ Այս մարդիկ ուզում են մնալ ցեղային Բայց մենք մակարդակի։ նայում ենք, դու վերլուծություններ անում ես, ինչ պետք է չանել, քաղաքական ուժերի մեծ մասություն նայում է, հենց այդպես էլ անում է, որը պետք է չաներ։ Նայ, Լավ գործում է Նիկոլ Փաշինյանը։ ականջներից բռնած ուզում ենք ցեղից դարձնել ազգ, որ թողնի իրականում այս մոլորակի վրա իր հետքը։ Այս մարդիկ ասում են, չէ, եկեք մենք մնանք այն ցեղային պապուասների մակարդակի, բայց այտենց կրակի շուրջ վազելով բոլորին սխալ Դենա հանենք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետքը թողել է, ուր մտել թրքել են։ Չէ, դե գիտեք ոնց է, Աշխարհում հետ չի։ հավատացեք իրանց աշխարհում ոչ մեկը ոչ Չեն էլ ճանաչում է, ոչ։ Դրա համար դաշը Տրամպը, որին ու համար ուղի անվանակոչեցին, չէ, միշտ խաղում է Ալբանիայի հետ։ Չպետք է տայր էլի Տրամպի անունը։ Խոսում ենք ընդդիմությունից առանց իհարկե անուններ տալու, կարծում եմ բոլորը գիտեն։ Տրամպը դա դեղամիջոց է դարել ընդդիմադիր դաշտում։ Հիմա Նիկոլը ուղի անվանել, մյուս ասում Սար անվանենք, ասում Մելանի անունով։ Սրանք լուծումներ չեն, սա ցույց չի տալիս։ Լուծումները ճակերտերի մեջ ասում։ Ընդդիմադիր դաշտի զգալի մասի ինտելեկտուալ դատարկություն է, այսինքն որ կարելի է կտրված լինել աշխարհից, չհասկանալ ինչ է կատարվում, որ Ալիևը այս կամ այն մարդու անվանակոչված սարերը չի պատրաստվում հետ տալ, չի պատրաստվում վախենալ։ Բորիս, ես վերջերս մի հատ գրառում էի արել, ուղիղ տեքստով բացատրել էի նորից։ Կարամ կրկնել։ Այն միտքը, որը մի քիչ առաջ էլ ասեցի։ Կա 3 ճանապարհ։ Ընտրությունով դու չես կարող իշխանություն վերցնել։ Մաքսիմում տանում ես, ասեմ, 20-30%, կարող է մի քիչ ավելի։ Գնում ես, մրցում ես իրար հետ ու խաղում ես ընդդիմություն։ Հեղաշրջումը քո հետ կապ չունի։ Հայաստանում եթե հեղաշրջում լինի, չէ, իրանց ներսից մեկն է գալու։ Կամ այն մեկը, ում իրանք ներսից կհրավիրեն։ Հիմա կարող է իրանք անեն հեղաշրջումը, բայց դրսից մեկին հրավիրեն։ Բայց անողը իրանք են լինելու։ Հեղաշրջումը միշտ տենց է։ Մնում է հեղափոխությունը։ Հեղափոխությունը իրական հեղափոխությունը, ոչ թե 18 թվականի Սերժի Սկուտերով հանձնած իշխանությունը, իրական հեղափոխությունը։ Դա բարդ process է։ Պարտության դեպքում դու կորցնում ես ամեն ինչ։ Հաղթանակի դեպքում ստանում է։ Ստանում է, իհարկե։ Հիմա այս մարդիկ այդ հաղթանակ բան աչքին չի երևում։ Ասում է դե ոչինչ, հիմա Նիկոլը դաշե եթե փող ունենք, էս ունենք, այն ունենք, կեսը կտանի։ Մաքսիմում եթե մեզ նստացի 1 կամ 2 տարի, որտեվ հեղափոխության պարտության դեպքում դու 15-20 տարի նստելու ես կամ էլ ծմա, կամ զոհվելու ես, կամ լքես ընդմիշտ Հայաստանը։ Ռիսկը մեծ է։ Այդտեղ տղամարդկություն է պետք, ворց լինել է պետք, հասկանում ես։ Երկաթյա ամորձներով։ Ասում են դե ոչինչ հիմա, թող տանի էլի, նայեք, ասենք հայկական օլիգարխիա 30 տարի ինչ որ գայլ ու գազաններ էին, չէ։ Մարդակեր։ Մարդակերներ էին, բան։ Պարզվեց ով ինչ են, փիստո են, որոնք պատրաստ են գույքի։ Մի մասնել, ասենք, այն բանի բռնած տանել, ասել Նիկոլ, այս մեկալ են մի քիչ թող էլի Նիկոլը բայց այն էլ է վերցնել։ Դա այլ հարց է։ Նա այդքան իրանք ուղեղ չունեն հասկանալու։ Այն որ Նիկոլը իրանք սննկացնելու է մինչև վերջ, այդքան ուղեղ է պետք հասկանալու։ Չկա այդ ուղեղը։ Ուրեմն միֆերի վրա կառուցված հասարակությունը երկիր էր։ Փլվել են բոլոր միֆերը։ Հիմա նույն ասենք դա անգամ Գարեքին երկրորդի առումով, չէ՞, կային բազմաթիվ միֆեր։ Կրիմինալ զիգ բան, դե ապացուցի, որ դու տենց ես, զիգ տղա ես։ Ընդամենը հրաժարական չես տալիս, վերջ։ Ապացուցի։ Որում հետաքրիր է արգիշտի
Միքայել Սրբազանի որակմամբ տիրադավ այդ եպիսկոպոսներից մեկը հարցազրույցներից մեկի ժամանակ շատ հետաքրքիր համեմատություն արեց։ Ներողություն որ կրկնում, ամոթանք տալով Կարեգին երկրորդին, ասում էր ինչու չես կրկնում Սերժ Սարգսյանին։ Մարդը տեսավ, ուզում են տվեց։ Բառացի էր ցիտում հիշեցնում Սերժ Սարգսյանը, Միրզախանյանն էր հիշեցնում։ Եվ փաստորեն այո, սա աչքի առաջ ունենալով Գարեգին երկրորդ վեհապարը պիտի կարծում լավ գիտակցում է, որ եթե ինքը վարվեց այնպես ինչպես Սերժ Սարգսյանը, հետո իրեն են հարցեր ուղղելու, ինչպես հիմա Սերժ Սարգսյանն են հարցեր ուղղում, թե եսում տվեցիր իշխանությունը։ Այն ժամանակ էլ իրեն են հարցնում, թե ում զիջեցիր եկեղեցին։ Նա ես մի բան ասեմ, այս 10 եպիսկոպոսները որ կան, իրանք ողջ օրը պետքա գաղտնի աղոթեն, որ Գարեգին երկրորդը մնա։ Գարեգին երկրորդը եթե հեռանա, նրանց մեծ մասը իման ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, ես կարող եմ ասել, նրանց մեծ մասը հայտնվել է բանտում։ Որովհետև իրենց ոնց է, ասենք Նիկոլը գիտի չէ, ասենք իրանք ովքեր են, ողջ հասարակությունը գիտի։ Դու ամենաապականվածների հետ փորձում ես վերցնել, ասենք իշխանություն եկեղեցում, որպիսի հետո մաքրես ինչ որ չափով կանոն, ինչ պետք է անես, նրանց էլ Ազատվեց նրանցից։ Չէ, ոչ թե ազատվեց, գլխատես։ Որ ժողովրդի մոտ ընդամենը ասես, ես նայեք, դա անգամ այս դաշինքը եղել է եկեղեցին մաքրելու համար, ես իրանց վրա չեմ եմվել։ Այդ Կճոյանով, բանով դրանք որ կան, իրանք ասում են պետքա ամեն գիշեր թաքուն աղոթեն, որ Գարեգին երկրորդը չընկրկի։ Կճոյանը քո վերլուծության, որ եթե համաձայն եմ, Կճոյանի վրա էժան չի նստելու Փաշինյանի իրեն Սրբազան հայր դիմելը, որտեղ Փաշինյանը շատ կուզեր իրան չդիմեր դա։ Ուրեմն իրանք ուղակի Նիկոլ Փաշինյանին չեն ճանաչում, ի տարբերություն մեզ։ Եվ դա ուրեմն ոչ թե թանկ է, շատ թանկ է նստելու իրանց վրա։ Ես ասում եմ, իրանց այն, որ իրենք հեռացվելու են հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության, եթե կարողանա հաստատել իշխանությունը, ուրեմն օժանդակությամբ եկեղեցուց մի մասն էլ նստելու է ուղղակի։ Չեմ ասում, որ դավաճաններին ոչ մեկը չի սիրում։ Մնացածներ Անգամ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում մնացածնել տոտալ այդ 10 եպիսկոպոսների ուղղակի իրենք ոնց է սննկացվելու են։ Նիկոլ Փաշինյանը ինչ է, ուրեմն նայեք, դուք լրագրող եք պատկերացրեք, այդ սցենարով գնաց։ Եթե ինքը թողնի Կճոյանին, դուք ամեն անգամ հիշացնելու եք, որ դուք քո թերթում դուք քո թերթում գրել եք այս Սիրուհիներ, զենք, կրիմինալ բենտլի։ Նստածնելուց սննկացնելուց հետո կասի, իսկ որտեղ է նա այսօր։ Բանտում։ Գրել ենք բանտումա, ինչ եք ուզում։ Թե արանքում ինչ ա եղել, ոչ մեկին չի ուզում։ Բան քաղաքականությունը շատ հետաքրքիր արվեստ է, ամեն դմբլոյի տրված չի հասկանում։ Դուք կարծում ես չեն հասկանում, հա, իրանք ինչի տակ են։ Դե գիտեք ոնց է, եթե հասկանային, իրանք պետք է վարվեին, ոնց որ ասենք վարվեց Արշակը, Արշակ Սրբազանը։ Ինչ կոմպրոմատ էլ դեմը դրեցին, ինքը նախընտրեց, որ այդ կոմպրոմատները հրապարակայնացվեն, ինքն էլ գնա բանտ, բայց նայեք, հիմա նայեք, ցույց տվեց, որ քաղաքական process-ը լավ է հասկանում։ Հա, ինքը քաղաքական գործընթացներից ես իրան անձամբ չեմ ճանաչում, ասենք օրինակ Միքայելի առումով ես կարող եմ հստակ ասել, որ անձը այո տիրապետում է այդ արվեստին, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանին ես անձամբ չեմ ճանաչում,
Հա, բայց ակնհայտորեն երևում է, որ հմտություններ ունի ինքը անգամ գիտեք ոնց է, հենց որ նժարի վրա դու դնում ես վատն ու ամենավատը, դու կարողանում ես ընտրել վատը եւ դրանով ցույց ես տալիս քո հմտությունը ճիշտ գնահատելու իրավիճակը։ Այո, ինքը իր համար ընտրեց վատ տարբերակը, բայց Հրաժարվելով ամենավատից։ ամենավատից, որտեւ ամենավատը իր համար Վերջում էլի վատով էր փակվելու։ Չէ, շատ ավելի վատով էր, ամենավատից էլ վատով էր փակվելու, որտեվ հիմա նայեք, այս մարդկանց մասին, ասենք բոլոր ինչքան, ասենք կոմպրոմատ կար այս եպիսկոպոսների, 10 եպիսկոպոսների մասին հնչում է, ճիշտ է, բայց դրա հետ միասին, ասենց ժարգոնային բառ կա, դրան նուրբ ձևը, ասենք գործ տվող են, չէ՞ ասում, մոտավորապես դա էլ իրանց վրա ավելացավ։ Գոնե հիմա նայեք Արշակի Սրբազանի մասին ինչ են ասում են անկախ ամեն ինչից, որ տղա է տղավարել իրան պահեց, գնաց բանտ չհանձնեց Գարեգին երկրորդին, ճիշտ է, բայց նրանց մասին ինչ են ասում, ամեն ինչ արել ես, դեռ մի հատ էլ Գործ տվող։ կուլտուրական լեզվով ասած գործ տվող ես։ Լավ բան չի սպասում իրենց բոլոր դեպքերում։ Դե ես սրա մասին բացատրել եմ, էլի։ Իրանք եթե մի քիչ գթածակ ունենային, իրանք էլ կնախընտրեին, որ մեկը այդ կոմպրոմատները հրապարակայնացվեցին, կապ չունի ում կողմից։ Բայց այստեղ մի բան է։ Ես իրանք նաև այդտեղ են միամտություն, որ իրանք չէին հասկանում, որ այդ կոմպրոմատները բացի Նիկոլից ուրիշ մարդկանց մոտ էլ կա։ Ու դա հենց այդ ճիշտ նշեցիք։ Իրեք խնդիրը որն է։ Իսկ որ ժամանակաշրջանում են այս մարդկանց վրա հավաքվել կոմպրոմատները։ Հիմնականում ասում են, թվերով որ նայում ես, որ թվերին են արվել, մեր սիրելի Սերժ Ազատիչ։ Ու ոնց են հայտնվել Նիկոլի ծերը։ Այս հարցը։ Երևի այդպես բաներ, արխիվները փորփրել է այդ մարդը։ Դե չէ, Սերժ ընդհանրապես ոչինչից տեղյակ չի։ Հա, ինքը չգիտի էլ вообще արխիվ կա, չկա։ Ինքը նույնպես երբ է նախագահ եղել։ Դե մնում է տենց ասի։ Ես նախագահ։ Չէ, իրականում այո, այդ առումն էլ հետաքրքիր է, կարծում սրանով նաև այդ հոգևորականները հասկացան, թե ովքեր են իրենց թշնամիները։ Այն հոգևորականները, որոնք չդավաճանեցին եկեղեցուն։ Գիտեք ոնց է, նայեք Բորիս, ուրեմն Եվ մի բան էլ ասեմ, ներողություն, օրինակ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը, որը ինքը ասում է գուցե նկարվել է ոչ այդ դրվագները, բայց հետո ինչ որ բան ավելացվել է, դա մի կողմ ենք թողում, բայց այնտեղ բոլոր գաղտնի տեսանկարանող սարքերը գիտես, որ ամսաթիվը ցույց են տալիս։ Այսինքն իրանք որտեվ եթե օպերատիվ աշխատանք է արվում, պիտի արձանագրված լինի, երբ է դա նկարվել։ Իսկ դրանք չունեին։ Ինչը նշանակում է, որ պիտի այդ մարդկանց հուշի, որ այն նախկինում նկարողները եւ հիմա օգտագործողները հիմա էլ շարունակում են իրար պահել, իրար փուրը չտալ, ցույց չտալ, թե երբ է դա նկարվել։ Բորիս, ուրեմն նայեք, ակնհայտ է մի բան։ 10 եպիսկոպոսները կարող է մեջը 1-2-ը գտնվեին այլ պատճառներով, բայց նիկոլական դարել են մի բանի շնորհիվ։ Կոմպրոմատների։ Մեջը ասում եմ 10-ից 1-2-ին կարող է գտնել այլ դրդապատճառներով։ Խորանա։ Մնացածը 90%-ը կոմպրոմատներով։ Այսինքն դու հավաքում ես կոմպրոմատներ ինչ որ այդ մարդկանց վաղը կդարձնի խաղալիք ու այդ կոմպրոմատները հայտնվում են Նիկոլի ձեռքում դել ասում ես ես պատրաստ եմ սպասում եմ հրահանգի փոխարենը Նիկոլի մասին կոմպրոմատները ոչ միտեղ չեն հայտնվում սպասում եմ գնամ պաշտպանության հրահանգ որտեղ այս մարդը որ բարիկադների կողմում հայտնվի, այդ կողմը պարտվելու է, հասկանում եք։ Հակառակ կողմում հազարներ են լինելու։ Երկրորդը պետք է ախոթի, որ այդ նա ու իր կվադրոբերները չգան Էջմիածին։ Եթե գան Էջմիածին, Էջմիածի վեհարանի
Գարեքինի եւ Վեհարանի շատ վատ բաներ են սպասվում։ Կամ գոնե խնդրեն իրականում բացա այդ Նիկոլ Փաշինյանին աջակցի։ Դե ժամանակ Հաղթանակի շանսերը կմեծանան։ Նիկոլի թևը կտապալը։ Շնորհակալ եմ Արգիշտի հետաքրքիր դրույթի համար։ Ես շեստեմ Ֆելուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ քննարկում ենք եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Եվրամիության բարձր պաշտոնյայի կողմից հնչեցրած հայտարարությունը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48